այս անգամվա տորտն էլ է պատրաստ, այսպիսի պիկաչուի կերպարանքով են ցանկացել, խնդրեմ։ Այս անգամվա տորտն էլ այսպիսին էր, հիմա ինչ վլոգը սկսել եմ, ինչ որ անընդհատ տորտեր եմ ցույց տալիս, սիրելիներս, դե ինչ արած, պատվերներ զուգադիպում եմ վլոգների հետ, դրա համար էլ այսպես զուգահեռ ցույց եմ տալիս, ներքևի հատվածում ֆոնդայով եմ մարցիպան, հա, եթե ճիշտ եմ ասում, ներքևի կրեմը սայրուցք է և մասկարպոնե, իսկ վերևինը սովորական կարակ և խտացրած կաթն է, ինչու եմ վերևինն այդպես արել, որովհետև ֆոնդան մարցիպանը չի պահվում մյուս կրեմի հետ, այսպես ծորում ցած են գնում, հիմնականում մարցիպանի հետ աշխատելուց պետք է աշխատել կամ գանաշ կամ էլ այս տեսակ գանաշ, այսինքն շոկոլադ համադրություն, շոկոլադ և մասկարպոնե համադրությունը պետք է լինի, բայց եթե անկեղծ լինեմ, երբևիցե այդ համադրությամբ չեմ փորձել պատրաստել։ Մի խոսքով սիրելիներս, այս անգամվա տորտն է այսպիսին, և վերջ։ Muy bien, es un campeón. Este niño es un campeón. ¿A que sí? Այս puzzle-ներ սիրում է, տարբեր տեսակը կա, այսինքն տեսակը չէ, կենթանիները, հա, իրեն չեմ ուզում ցույց տալ, որ դա վերջացնի, հետո դա անի, ահա, դե արա, ապրի Էրիկը, բայց ոնց որ, ահա, որ նստես կկարողանաս, գիտես է, ապրես, ապրես դու, շատ ապրես, հաջորդ ուրա, ապրի Էրիկը, կարծեմ Թեմուից եմ պատվիրել, այսպես մի քանի խաղալիքներ եմ զարգացնող վերցնում, կոնկրետ սա արժեքը չեմ կարող ասել, բայց շատ մատչելի է, եւ 1 եվրոյի, 2 եվրոյի սահմաններում 4 հատը։ No, այդտեղա, no, աման, ահա, կարևորը գթար, ապրես դու Էրիկ, ապրես, յուհու, սուպեր, այսօր մեզ մոտ օրը 1 վայրկյան լույսը վառանք, որ ավելի լավ երևա, այսօր մեզ մոտ օրը երկուշաբթի է, թեպետ տոն է, բայց գոնե Կարեֆորը բաց էր ու ինչքան էլ որ ուրբաթ օրը գնումները կատարել եմ, միևնույն է հիմնականում մսային, միսը վերջացել էր ու դրան զուգահեռ ինչ որ անհրաժեշտ էր վերցրեցի, սկսենք այստեղից, հավկիթը գնալով դառնում է ոսկու գին, ոսկուն համարժեք է արդեն 6 եվրո 24 հատը, դեռ կես տարի առաջ հազիվ 4 եվրո էր, այստեղ կրուասաններ եմ վերցրել 3 տուփ խոնավանդորացիկ, 2 կաթ թարմ, ատամի մածուկ, մանկական ձեռքի օճառ, սեղանի թուղթ, լվացքի հոտավետ, այստեղ չիփս է երեխաներին, նագեց, 2 տուփ քթվասերը, մեկը ելակի համով, մեկը կոկոսի, 2 տուփ խնձորի հյութ և այնտեղ 2 տուփ փոքրիկ երեխաներին էլի խնձորի հյութ, այսպիսի պանրային ձողիկներ, կարակ, պահածոյացված կարմիր պղպեղ, մածուն, 2 հատ, 2 տեսակի խամոն, կեսո և պեպերոնի պիցա եմ վերցրել, տորտիա լավաշներն եմ վերցրել, բասմատի բրինձն է, նրբերշիկ, պանիր, ապուխտ, մանգո,
Այստեղ կանանչ ոլոր է, տոմատի մածուկ է ձիթայուղով, բայց ամենահամեղը մերկադոնային է, եթե անկեղծին եմ։ Սա նույնպես գնալով դառնում է ոսկուգին, արժեքը 3 լիտրը 12 եվրո է, նայած տեղը, նայած գին, բայց հիմնականում այդքան է։ Սող, այստեղ խոհանոցային պարագաներ, օլիկ է, սմբուկ է, հավի փափկամիսը, հիմա ցույց տամ կիլոգրամը։ 1 կիլոգրամը, սա ինչն է Տեր Աստված, 1 կիլոգրամը 5 եվրո 29, բայց այսօր ակցիա էր, սովորաբար 7.95 է հավի փափկամսի կիլոգրամը։ Ուրեմն Տավարի միսը արժե 15.90 կիլոգրամը, այսքանին վճարեմ կիլո 600-ին 25.58, այսպես։ Հավի թևիկները, սա կիսում եմ 2 մասի է բաժանվում, երևի ամենամատչելին, սա է կիլոգրամն արժե 4 եվրո 44 սենտ, էրիկին 2 տուփ ձողիկներ, այստեղ հենց այսպես առանց աղալ խնդրեցի, որ թողնեն, գնային տարբերություն է ոնց նկատում եմ, բայց չգիտեմ ինչու, 13.49, քիչ էր մնացել, ասացի իչքանը կա, այդքան տպեք, 11.80 կազմեց, այստեղ խոզի այսպես ֆիլեներն են, արժեքը կիլոգրամը 6.89 է, կազմել է 11.06, այստեղ ինչ է, ահա, սա էլ թխվածքների թուղթն է ջրոցի համար նախատեսված, այսպես մի մեծ պարկ կանանչ պղպեղ է, այսքանը արժե 3 եվրո, ջուր եմ վերցրել, ինչա Լեո ջան, ինչա, ջուր եմ վերցրել, ջուրը գոնե հիմնականում մերկադոնային ենք վերցնում, բայց այս անգամ եթե չի լինում, դե մերկադոնայի արտադրանքը եթե չկա, Carrefour-ում մերկադոնային, միայն մերկադոնային է վաճառվում, վերցրել ենք այսպես Nestle-ինը, որտև համայնով ինձ դուր է գալիս, այսպիսի ասորտի է, 2 տուփ հաց է այսպես, և վերցրելն է այս, ինչ Լեո ջան, ինչա, միաու, ինչ, սա էլ մեր գրումներն է սիրելիներս։ Tigre. Tigre. Elefante. Elefante. Zebra. Zebra. Jirafa. Jirafa. Qué chula. Canguro. Canguro. ¿Dónde está el canguro? Forro. Mira, vamos a buscar. No, todo no. Hay que buscar el canguro. ¿El qué? Hipopótamo. El hipopótamo está aquí. Está dentro. ¿Que lo metiste antes? Es que no sale el hipopótamo. Սիրելիներս, մեզ մոտ շաբաթվա օրերից որևիցե մեկն է, արդեն օրերն էլ չեմ հիշում, եւ եկել ենք մոտակա կահույքի խանութները փնտրելու այն ամենը, ինչը որ մեզ անհրաժեշտ է լինելու, քանի որ մեզ սպասվում է փոփոխություն եւ այդ ամենի համար հարկավոր է եւ պահարան հագուստի համար նախատեսված եւ բազմոց բավականին այսպես մանր մուներ բաներ են հարկավոր, որ պետք է ձեռք բերենք
սկզբանե IKEA-ից էի տեսել, բայց Արտուրն ասաց արի չշտապենք, որովհետև հարակից խանութներում էլի կան կահույքի խանութներ, որտեղ որ կարող ենք ավելի որակապես լավ, ինչու՞ չէ նաև մատչելի։ Հիմա կայքով տեսել եմ, ուզում եմ այսպես էլ հասկանալ արժե թե ոչ, ջեսկի այս խանութինը ավելի լավն է որակապես ինձ թվում է, քան թե IKEA-ինը, ինչև է սիրելիներս փնտրեմ, հասկանամ, նշումներ կատարեմ, որը որտեղից են գնելու, որովհետև արդեն երևի մյուս շաբաթվա մեջ պետք է գնված պատրաստ լինի, բազմոց է հարկավոր, ուղղակի բաց գույների մեջ չգիտեմ ինչքանով ճիշտ կլինի գնել, բայց եթե անկեղծ լինեմ մեր տանը եղած բազմոցը արդեն 4 տարի օգտագործում ենք եւ սկսել է ճաքճքել, դե բնական կաշի չէ, դա էլ նպաստում է, բայց մի կողմից դա լավ է, որտեվ եթե կեղտոտվում է, արագ կարող ես մաքրել ու վերջ, բայց ճիշտն ասած ես կտորից եմ ցանկանում, բայց այնպես լինի, որ կարող ես դուրս բերել, լվանալ, նորից տեղադրել։ Այս տարբերակն էլ դուր եկավ, արժե 475 եվրո փոքրը եւ մեծ չափը, երկու կտոր ավելի մասից է բաղկացած 800 եվրո, բայց եթե անկեղծ լինեմ, ինձ ավելի շատ սա է դուր եկել, ուղղակի չգիտեմ պրակտիկ է, դուրս բերել, լվանալը հարմար է, թե ոչ, համենայն դեպս մեկն էլ տեսել եմ կոնֆորամայում, գույնը հետաքրքիր էսպես մոխրագույն է, կանաչի մեջ խառնված, բայց այս մեկն արժե 450 եվրո, համենայն դեպս պետք է ընտրել, եւ մեկը տեսնենք IKEA-ում, այս տարբերակն էլ ինձ դուր եկավ, մյուս տարբերակն էլ IKEA-ից է, երկու սպիտակ է, վերևի հատվածում կարշնուրի գույն է, մեկը կարող ես փակցնել պատի վերևում, մյուսը ներքևում կամ նորից մի փոքր բարձրություն պահպանել եւ հեռուստացույցը դնել վրան, այդ տարբերակն է կա, համենայն դեպս այս պահին դեռ վերջնական ոչինչ չենք որոշել, բայց մյուս շաբաթ արդեն պարզ կլինի ինչ որն են գնալու, դե բնականաբար արդեն դուք էլ նորությունները կտեսնեք։ Դա էլ այդպես աղջիկներս։ Դե ինչ, շրջենք միասին, հուսամ ձեզ հաճելի կլինի, դեռ մոտակա վլոգները այսպիսին է լինելու, մի փոքր խառնաշփոթային, որտև չգիտեմ նոր տարվա դիմաց ու այս ամեն ինչը, բայց կա այն ինչ որ կա, մեզ սպասվում է այսպիսի փոփոխություն, դուք էլ ականատես կլինեք, դե ինչ, ձեզ բարի վլոգի շարունակություն եմ ցանկանում, հաճելի դիտում, սուրճ դրեք, պատրաստեք, ինչու՞ չէ նաև թողեք ձեր մեկնաբանությունները, ձեր խորհուրդներն եք կլսեմ, հաճելի է, որ մեկնաբանություններ եք թողնում, ես էլ գնամ իմ փնտրտուքներով։ Այստեղ էլ հիշել եմ, որ իմ ծննդյան օրն է, նախատեսված ամեն ինչը արեցինք, վերջացրեցինք, Կրիստինան էլ էր ծնունդը իրեն էլ վերցրեցինք, եկանք այստեղ ճաշելու ու գնանք տուն։ Սա էլ այսպիսի օր ենք ունեցել, դե իհարկե վլոգի շարունակությունը կտեսնեք, կբացատրեմ ինչը որից հետո է, եւ եկել ենք երեկոյան ընթրիքի, մինի նշելու ծնունդս եւ գնալ տուն սիրելիներս։ Որոշեցի վլոգ ընդհատել, հետո նորից կշարունակեմ, ինչ-որ հատվածներ նկարեմ, բայց ասացի չէ, գրեթե այս շաբաթ ոչինչ չեմ տեղադրել, թող ծննդյանս այս տարեդարձը պատրվակ լինի ու մի փոքր հատված էլ նկարեմ, տեղադրեմ։ Աղջիկներս, ուրեմն այսօր այնքան հագեցած ու ծանրաբեռնված օր է եղել,
Արտուրը մի կողմից է վանդացել մաման, մյուս կողմից է այսքան իրեն լավ չի զգում, չգիտեմ ճնշման տատանում է, թե ինչ է, բայց իրեն լավ չի զգում, դրան զատ քանզի մեզ սպասվում է տեղափոխություն, որ ժամանակ չկա անգամ ծնունդի մասին մտածելու, ինչև է սիրելիներս, ընտրեցի, այսինքն ընտրելը որն է, մտածում եմ սա, հետո մտածում եմ գնային ավելի հարմար մատչելի տարբերակ կա, որ մտածեմ ինչու չէ ոչ, այդից պատճառով քանի որ դեռ ժամանակ կա, որովհետև տանը վերանորոգվում է ընթանում, դրան զուգահեռ մի քանիսը ֆիքսել եմ, կա երկու կահույք, որ վստահ եմ, որ դա են գնելու, խոսքով սիրելիներս, ընդհանրապես այսօրվա օրս այսպես խառն է եղել, երեխաների կան միտքս կտրվեց, վերջը Կրիստիան դասընկերոջ գնացել էր ծնունդին, ես ու Արտուրը հետ գնացինք կահույքի խանութներ, ճիշտ է ընտրությունն արեցինք, նկարել եմ, որպեսզի պահպանեմ, մոտավորապես գիտեմ ինչ եմ գնելու, բայց քանի որ սենյակները փոքր է ու մեծ սենյակը նախընտրում եմ տալ երեխաներին, որովհետև ավելի հարմար է խաղալիքները, թե դասերի համար տարածքով ավելի մեծ թող լինի իրենցը, որ մեզ մենակ մի հատ մահճակալ է հարկավոր ու պահարան, ափսոս որ պահարանը փոքր է լինելու, ես էլ Արտուրն բավականաչափ հագուստ ունեմ, չգիտեմ ոնց ենք այդ ամեն ինչ այսպես իմի բերելու, այդ ամեն ինչ իմի պետք է բերել, չգիտեմ ոնց, բայց պետք է անենք, ինչև է սիրելիներս, վերջում էլ եկանք ճանապարհին երեխային վերցրեցինք, արդեն վերջացրել էր, ընտրեցինք մինչ այս տարվա նվերս այսպես ճանապարհային էր, Gucci, Flora-ն են գնել, այս անգամ այս հոտն եմ նախընտրել, այն անգամ այդ փոքրիկ մինիատյուրկաներն էի տեսել, հոտը փորձել ու սենց մտաբերի, այսօր մտածում եմ ինչ անեմ, Lancome-ի Idol-ը վերցնեմ նորից, թե սա, բայց որոշեցի այս անգամ սա վերցնել, Անուշը, ովքեր որ քաղցրի ու մի փոքր սուր ավելի հոտերի կողմնակիցն եմ, սա վերցրեցի, որտև սա ինձ դուր է գալիս, չգիտեմ ովքեր սիրում են այս հոտը, կիսվեք տեսեմ, դուք էլ եք սիրում այս օծանելիքը, թե ոչ, սա ու ծաղկե փունջ աղջիկներ շատ բան չունեմ ցույց տալու, այս տարի որպես այդպեսին չենք էլ նշել, ժամանակ չկա, ես ցանկություն էլ չունեմ, ուշք ու միտքս ոնց ենք հասցնելու, գոնե մինչև ամանոր այնտեղ արդեն տեղափոխված լինենք, չգիտեմ կհասցնենք չէ, անգամ տոնածառ, ոչ մի բան չեմ դրել, խեղճ երեխաները գնում գալիս, ասում են մամա երբ պետքա դնես, տոնածառը գոնե դիր, Արտուրն էլ ասում եմ իջև երևի ամսվա վերջ կամ ամսվա 25-26 ամսվա վերջ ասելով կտեղափոխվենք, ու ես այդտեղ մտածում եմ Աստված, ամանորի այդ եռուզեռը արդեն մոռացել եմ, պատրաստություն եմ, այս տարի հիշում եմ, որ ոչ մի բան չենք արել բայց թե ոչինչ կարևոր տուներ այդ տան գտնելու հարցը այնքան դժվար էր, այնքան դժվար, հիմա մի փոքրինչ արդեն հանգիստ եմ սիրելիներս, հիմա մնացել է տեղափոխվենք, ցույց տամ դասավորությունը, միտեղ այնքան սպասումով եմ, որովհետև ամենը նոր է լինելու, գնանք ձեզ հետ էլ կկիսվեմ ցույց կտամ, այդպես սիրելիներս, դե ինչ դարձա արդեն 35 տարեկան, անկեղծ ասեմ արդեն, որ ամեն տարի, երբ որ հասկանում ես, որ մեծանում ես, էլ այն շուքով ու սպասումով չես նշում, սպասում ես, բայց այն սպասումը չկա, հա, որ վայ ծնունդս է, պատրաստվեմ, այս տարի միգուցե և ես վազվզոցու մեջ, բայց չեմ կարծում, երևի ես ինքս էլ այսպես ցանկություն չունեմ որպես այդպեսին նշելու, բայց փոքրիկ այսպես ընտանեկան նշեցինք սիրելիներս, դե ինչ, այսօր եկեք վլոգը ամփոփեմ, որպեսզի ժամանակ մնա մոնտաժեմ, այս տղան արդեն քնում է, աղջիկներն այսօր ուզում են տատիկի հետ քնել, քնում են հետո ամեն մեկը իրան կողին է գնում, թեպետ Վիկտորը մնում է մամայի հետ, այդպես սիրելիներս գնանք հանգստանանք,
վլոգը մոնտաժեմ ու կհանդիպենք նոր հաջորդ վլոգով։ Շնորհակալ եմ բոլորիդ շատ։ Այսպես եմ թողել, դեռ ոչ մի բան չեմ արել, ուզում եմ մի փոքր եղունգներս հանգստանամ։ Ձեզ բարի գիշեր, լավ օրվա սկիզբ ու շարունակություն ցանկանալ եւ կհանդիպենք հաջորդ վլոգում։ Լավ մնացեք, բարին եմ ձեզ, բարի գիշեր։